Բարև ձեզ։ Վարդան Վարդանյան, Vivitalks, խնդրում եմ լայքերը դրեք մակվանից բաժանորդագրվեք։ Ռուսաստանի մասին եմ խոսալու, որտեվ իրավիճակը թեժանում է, այսպես ասենք, արդեն սկսում են դրոնները Մոսկվայի վրա գալ եւ այլ, այսպիսի բաներ։ Ամենահետաքրքիրը նաև այն, որ հիմա Դումայի ընտրություններն են գնում, 450 դեպուտատ պիտի ընտրեն մոտավորապես։ Եվ կարծես 12 կուսակցությունների մեջից, դա հիմա մնաց 11, որտեղ Յաբլոկան փակեցին, Պուտինն էլ առիթը գտավ, որ փախնի Մոսկվայից, վախենում է, որ գլխին մի բան չգնի, ուր պիտի գնա, ու գնաց դեպի ինչքան կարելի է հեռու։ Հեռավոր արևելք, դա բավական չի, գնաց Կուրիլյան կղզիներ, այնել որ կղզիները այն կղզիներից մեկը, որ ճապոնացիների տերիտորիա համարվում, եւ հիմա կասեմ մի քիչ այդ պատմությունը, եւ ճապոնացիները մեծ բողոք արտահայտեցին, կանչեցին դեսպանին Ճապոնիայում, ռուսական վրան մի քիչ բան արեցին, դրան պատասխան ռուսները կանչեցին ճապոնական դեսպանին, որը չգնաց, Զախարովան նույնիսկ ասել չի գալիս, չեկավ բան եւ այլն, մենք կստիպենք նրան, որ գա, մեր խոսքով հետո գնացել էր իհարկե, ավելի ուշ եւ մեղքը գցում են ճապոնացիների վրա, թե ինչու իրենք վերցրել են ճապոնական կղզիները։ Հիմա ստեղ հետաքրքիր բաներն է, որ բոլորին միշտ պարզ չի, որ ինչի մասն է խոսքը, որտեվ 1855-ին արդեն 1855 թվականին եմ ասում, այնտեղ Ճապոնիա Կուրիլյան կղզիները ճապոնական էին, նույնիսկ Սախալինի ամբողջ կեսը ճապոնական էր, խոսքով իրենք ռուսները եւ ճապոնացիները այդտեղ պայմանագրվել էին, թե ոնց կիսենք ես, բաժանենք ես կղզիները, ու արդեն 1875-ին պայմանագիր կնքեցին, որ ռուսները կվերցնեն ամբողջ Սախալինը, ճապոնացիները դուրս կգան այնտեղից, իսկ դրա փոխարեն այդ փոքր կղզիները Կուրիլյան որ կան, ոչ կարող ես վարանել, որ ցանկանել եւ այլն, կանցնի ճապոնացիներին։ Դե այն ժամանակ ավելի པարզ էր, ասենք թե ռազմական գիտությունը եւ հնարավորությունները ռուսների համար խնդրեմ չէր, այդպես տվեցին։ Բայց հետաքրքիր բան եղավ, երրորդ համաշխարհը արդեն Խաղաղ օվկիանոսյան նավատորմ գոյություն ունի եւ հասկանում ես, որ նավատորմը Վլադիվոստոկից որպեսզի դուրս գա, դիետ Կուրիլյան կղզիների մեջով անցնի, մի խոսքով պատերազմի վերջում, երբ որ արդեն ամերիկացիները միջուկային զենքերով խփել էին Ճապոնիան, պարտվել էր, ներկան հայտարարեցին պատերազմ եւ գրավեցին հենց Կուրիլյան կղզիները, այն որ իրանք Սախալինի փոխարեն հանձնել էին։ Հետո այնտեղ խաղաղությունից հետո, այսպես ասած, վերադարձեցին, ոչ մի բան չվերադարձեցին, կղզիները պահեցին։ 1951 թե 2 թվականին Սան Ֆրանցիսկոյում տերիտորիաների պարզաբանում էր լինում, ոչ թե միայն դա, այլ բոլոր տեսակի, ուտեղ ճապոնացիները ասին լավ, ինչ որ այա պահել, վերցրեք, բոլորը ձեզ, այսինքն Կամչատկայից մինչև Ճապոնիա, բացի այդ 4 կղզիները, որոնք ամենամոտիկն են հիմա Հոկկայդո կղզին Ճապոնիայի։ Ուսները ասին չէ, չստորագրեցին այդ պայմանագիրը, որ համաձայնվեն, որ բոլոր կղզիների փոխարեն իրենք կպահեն բոլոր ուրեմն Կուրիլյան կղզիները, բացի այդ 4-ից, քանի որ չստորագրեցին, ուրեմն դե յուրե մնաց հին պայմանագիրը 1875-ի, որ նշանակում է բոլոր Կուրիլյանն է իրանց ճապոնական, հա։ Մի խոսքով ճապոնացիները չեն պնդում դրա վրա, միայն անդադ ուզում են բանակցեն, այդ 4-ի համար ռուսները անդադ խաղացնում են եւ դրա պատճառով մինչեւ հիմա խաղաղության պայմանագիր չկա Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Հիշենք, որ Ռուսաստանը հայտարարեց, սովետական միությունը հայտարարեց պատերազմ Ճապոնիային, երբ որ արդեն պարտվել էր եւ գրավեց այդ հողերը։ Մինչեւ հիմա չկա, զինադադար կա, բայց խաղաղության պայմանագիր չունեն։ Համենայնիվս էս է պատմական ուրեմն բանա բացատրությունը, բայց հարց էր գալիս, թե ինչի համար ինքը գնաց հենց այդ կղզին, ասենք այդ 4 կղզիներից մեկը։ Իբրև թե ինչ որ ձկնավու մշակման որսման գործարան էր գնացել տեսնելու եւ հետո էլ այնտեղ այսպես ասենք ժողով չի, որովհետեւ հրավիրել էր
այդ մի հատ ռազմանավի վրա, հա, կրեյսեր Վարիա գանունով, որը հարցիրային կրեյսերա կոչվում, ասենց ասած նրան ասենք նպատակն է ամերիկյան ասենք թե ավիակիրներին խփել եւ ուրիշ նավերի խոսքով այդ կրեյսերի դերը դա է նոր նավ չի 1983 թվին է մտել ծառայության բայց ամենանդեպս ամենակարևոր իրենց ծովային ասետներից մեկն է ու այդ նավի վրա ինքը հանդիպում է բնականաբար նավի կապիտանին մի հատ ադմիրալ եւ այլ այդպես մի 4-5 հոգի մարդ հավաքებ ու ճու նավի վրա ամեն ինչ փոքր է տեղ շատ չկա փոքր սենյակ է այսպես խցկված նստած են դե բնականաբար կամերաներ կա նկարում է իրանց բան հա եւ զարմանալի չէ որ Պուտինը բաներ է անգամ էլ հակնվել հիմա վերջերս ինչպես նկատել եք սկսել է զինվորական sense կամուֆլյաժներով բաներ հակնել առանց ուսադիրների բայց անունը վրան գրված է որպես գերագույն հրամանատար բան հիմա էլ ծովային ուրեմն սպայի համազգեստեր հակել մոռացել էր որ գլխարկը պետք է հանի այդ պիլոտկա կոչվածը գլխի նստած էր սենյակում մենակ ինքն էր պիլոտկայով մարդասում ինչի է հակել տեսնես դե կողքինները sense հսկա ռուսներն են այն պալտարայիվան որ ասում են երևի պիլոտկան թողել են որ մի քիչ մեծ էր կամ տարբերվեր ու սրանց ինչ-որ լեկցիա է կարդում գեոպոլիտիկայից նատոյից չգիտեմ ինչերից եւ այլն ու ճապոնացիներն էլ մեղադրում բաների մեջ իհարկե դժգոհ է բայց ես սկսեցի մտածել որ սա իր գաղափարը չէր գնար այնտեղ իրան հեչ պետք չէր Ռուսաստանի հիմա մի հատ ճապոնացիներին բզի եւ ինչ որ վիճակավատացնի հարաբերությունները Ճապոնիայի հետ հա երկրորդ ֆրոնտ բացելու հետ հավես չկա բացի որ սա իհարկե Չինաստանին շատ լավ էր որտեղ Չինաստանին էլ դե ինքն էլ հիմա չինական Չինաստանի պրեզիդենտը ինչ ասում է Զինպինը ինքը անում է չէ իսկ իրան պետք էր որ ռուսական ձեռքերով մի հատ բզեն բանին ոնց ասեմ արեմուտքին Ճապոնիային հա օրինակի համար ինչու որտեղ հետեւյալ բանը Իրանի պատերազմը շատ հետաքրքիր դաս տվեց եւ Չինաստանին եւ ռուսներին այն էր որ Իրանը շատ խելացի լինելով որ եթե չես կարողանում թշնամուդ քո զինված ուժերով հաղթես կամ կանգնեցնես կոնե հա ուրեմն պիտի այդ շախմատի տախտակը մի հատ sense շուռ տաս որ Իրանը արեց հարվածելով Պարսից ծոցի ուրեմն միջ երկրներին Էմիրատներին, Կատարին, որը բավական բարեկամական հարաբերություններ ուներ ում հասավ սկսեց հրթիռներով խփել, դրոններով խփել երկու բանով Իրանին հաջողվեց անել, որ նախ եւ առաջ ինքը ամբողջ շրջանը խառնեց իրար, նավթի հոսքը փակեց, որ երկից դուրս չգա եւ նաև ցույց տվեց, որ այդ երկրները, որոնց հույսը դրել էին ամերիկյան պաշտպանության վրա, պետք է չդնեն այդքան հույս դրա վրա։ Եվ դա իսկապես տենց աշխատեց այն իմաստով, որ այդ երկրները սկսեցին իրենց հաշվարկները արդեն տարբեր ձևի անել, հասկանալով, որ այս նոր պատերազմ վարելու ձևը լինեն դրոնների, որ Ուկրաինան սկսեց անել, գործածել եւ Պարսկաստանը փոխում է ամբողջ իրավիճակը, այսինքն դու կարող ունենաս լավ հակաօդային հրթիռներ, ասենք պատրիոտներ եւ այլ, որոնք շատ թանկ են, բայց դա ձև չի պաշտպանվելու համար, եթե դու չես կարող ուրիշ համանման ոչ շատ թանկ հակադրոնային կամ հակաօդային պաշտպանության համակարգ ունենաս։ Եվ այս դասը սովորեցին եւ չինացիները եւ ռուսները եւ ամենակարևոր հիմա բանը ինչն է որ եթե դու կարողանաս այսպես անելով այսինքն խփելով դաշնակիցներին կամ ուրիշ կողմնակիցներին դու կարողանաս քո հակառակորդի ուժերը բանանես բացրես բաժանես որտեղ պետք է հիմա ամերիկան միայն Պարսկաստանի
դեմ չէր կրվում, այլև ստիպված էր պաշտպանել Իսրայելին, պաշտպանել, չգիտեմ, այնտեղ Էմիրատներին, Սաուդի Արաբիային եւ այլն։ Դա քո ուժերի ոնց ասեմ ծրում, ոչ թե կենտրոնացում, հա։ Դիմա պատկերացեք, եթե մի բան լինի, ասենք հեռավոր արևելքում, եւ Ամերիկան պիտի գնա պաշտպանելու, ասենք թե Ճապոնիային կամ Թայվանի վրա, եթե հանգարց հարձակումն Չինաստանից, ուրեմն Թայվանին, իդեպ ասեմ, այնքան լուրջ էր, որ եւս մի ավիակիր ուրեմն հանեցին վերջինը Խաղովկյանոսից, որ այնտեղ Թայվանի մոտերներ բերում են հիմա Պարսից ծոց, ուրեմն այնտեղ ավիակիրներ չկան այս րոպեին, դա էլ հետաքրքիր է, եւ սա իհարկե նշաներ նաեւ, որ ամերիկացիներին նայեք, հա, մենք կարող ենք խառնել այս բոլորը, եւ այս բանը Չինաստանի իր լեզվով չէր ուզենա ասել, ինքը կուզենար ավելի լավ ռուսների բեռնով լիներ, որտեղ ինքը եթե մի բան անի եւ հանգարց դա շատ բարթանա էսկալացիա գնա, ինքը հետ քաշվելը դժվար է, կամ պիտի այդ ժամանակ ասում են էշից իջնելը մի ամոթ, չգիտեմ ինչ երկու ամոթ, չէ՞։ Հիմա այդ է, եւ հիշենք, որ այդ ժամանակ, երբ որ սովետական միություն կար եւ Ամերիկան, իրանք իրար դեմ շատ զգուշ էին, տենց բաներ չէին անում, որովհետեւ հետևանքները կարող է շատ լուրջ լինեն։ Իսկ այնեղ ավելի փոքր երկրները, դրանք այդ բոլոր լաչարական բաները կանեին, նույնիսկ երբ որ պետք էր այն ժամանակ ինչ որ ասենք թե մեկին սպանեին, օրինակ ռուսները իրանք KGB-ն ինքը չէր անում այդ գործը։ Ասենք բուլղարացիների ձեռքերով էին անում, ասենք թե կամ ասենք նույնիսկ Քրոմի պապին ընդ Հովանես առաջինի, երբ որ մահափորձ արեց ինչ որ Թուրքիային չէ գտել, որին հավաքագրել էին բուլղարացիները, բուլղարական հետախուզություն, այսինքն իրանք ձեռքերը չեն ուզում կեղտոտել։ Հիմա Չինաստանն է, Չինաստանը ուղղակիորեն այտենց քայլեր չի ուզենա անել ամերիկացիների դեմ, պահելով այդ իսկական հարված, այսպես ասած, երբ որ իրան արդեն ինքը 100% գիտի, որ պետք է հաղթի եւ ասենք Թայվանի հարցը կարող է լուծի։ Բայց դա չէ ինչ որ միջանկյալ բաների համար ռուսներն է գործածում, կոնե սենս է երևում հիմա։ Եվ բայց այդ դասը փորձարկելը շատ հետաքրքիր է, որ իրանք պետք է հիմա Ճապոնիային բզային, ոնց որ ասում են, խառնեին, որ տեսնեն ինչ ռեակցիա ցույց կտան, ինչ պատասխան կլինի։ Դա իհարկե պատասխանը մի քիչ հաշվարկը այդքան էլ բան չի, հիմա իսկ կարծում եմ այս ուրեմն քայլը Ռուսաստանի կողմից այդ գնալը այդ կղզին եւ Ճապոնիայի հետ հարաբերությունները վատացնելը առնվազն չինական բանով էր, թույլտվությամբ էր, ասենք, էլ չասեմ, որ իրենց հորդորանքով, հա, կամ եւ դա իհարկե ամբողջ հաշվարկը լրջացնում է ցույց տալիս, որ հենց ամերիկյան, տրամպյան ամերիկյան, ասենք թե քաղաքականությունը այդքան լավ չի աշխատում, քանի որ երբ որ դու դաշնակիցների տան փիս բաներ ես ասում, սպառնում ես, չգիտեմ ինչ ես անում, հետո հանգարց երբ որ ժամը գալիս է, որ պետք ունես իրանց, այդքանց պատրաստ չեն կանգնած քեզ օգնելու համար։ Խոսքով սա Պուտինի բանն էր, նախ ինքը որպես դա ձևակերպեց, որ Մոսկվայից պետք էր փախնել, ու չէր ասելու, բայց փախնում եմ, որտեղ վախենում եմ, ուր էր գնալու, ուրիշ տեղ չկա գնալու, բացի ասենք, որ դրոններ չկան, հրթիռներ չհասնեն, հեռավոր արևելքներ եւ այդ ուղղությամբ էլ գնաց, ոնց ասում են, մի քարով երկու, ասենք, խնդիր փորձեց լուծել այդ ձևով։ Ուրիշ հետաքրքիր բաներից մեկը որն էր, որ հենց այդ վարյակ անունով նավի վրա էին նստել, այդ վարյակն էլ ասեմ ձեզ, ես տանունը շատ էի լսել ամեն պարիտներով տարբեր եւ այլ, բայց իրա ինչի են այս նավը այդպես կոչել սովետական միությունում, որովհետեւ 1900-ականների սկզբում ցարական ռուսական նավատորմում Խաղովկյանոսյանը վարյակ անունով նավ ա եղել, հենց էլի կրուզեր ա եղել։ Այն ժամանակ Ֆիլադելֆիայում Ամերիկայում են այդ նավը կառուցել ու ուղարկել էին ռուսների պատվերով իհարկե 1901 թվականին այնտեղ ծառայել է այդ ժամանակ, բայց ռուսո-ճապոնական պատերազմի ժամանակ, երբ որ շատ նեղներ են գել արդեն եւ վախենում են ռուսները, որտեղ պարտվեցին ռուսները, հիշում եք, երկու ծովային մարտերում էլ ոչնչացավ ամբողջ իրենց նավատորմը եւ Խաղովկյանոսյանը, նավատորմը եւ Բալտիկայից եկած օգնություն, որպես Բալտիկ ծովի նավատորմը ուղարկեցին մինչեւ
ուրեմն Ճապոնիա դու պատկերացնում եք, չէ, Աֆրիկայի, որտեվ բան չկար այն ժամանակ Սուեզի կանալը չկար, պետք է գնայր Աֆրիկայի հարավով մի խոսքով այդ երկուսի վերջն էլ վատ եղավ եւ այդ վարյակ նավը 1904 թե 5 թվականին այդ ճակատամարտի 4-ին ժամանակ ուրեմն ռուսները իրանք են խորտակում որ ճապոնացիների ձեռքը չընկնի, որտեվ լավ չէր։ Խորտակում են իհարկե, իրանք էլ մեջից իհարկե դուրս են գալիս, բայց հետո ճապոնացիները գնում են այդ նավը հանում են, վերանորոգում են ու գործածում են ահագին քանի տարի։ Մոտ 16 տարի մոտ այնպես տենց մի բան, հետո 1920 թվականին ուղարկում են Շոտլանդիա մոդեռնիզացիայի, այնտեղ աշխատանքներից հետո ինչ որ բանի ժամանակ նստում է հատակին, կպնում է քարերին, խոսքով խորտակվում է այլ այդ կարիերան այդ վարյակ բանի կրուզերի վերջանում է այդ ձևով։ Անցնում են տարիներ, 2007 թվականին վերցնում են արդեն Պուտինի ժամանակ, այնտեղ Շոտլանդիայի մի հատ հուշարձան են դնում այդ նավի անունով։ Հիմա այդ նավի մեջ մարդ չի մահացել եւ դա պատերազմի ժամանակ չի խորտակվել, այսպես ասած, վատ նավարկության հետևանքով եկել ժայռերին է կպել բայց համենայնդեպս եւ հարցեր հաշվում ինչի համար հանգարց այդքան բաներից մեջ ու parzer որ այնտեղ եթե մի տեղ ունենաս միշտ ասես գնում ենք այնտեղ ծաղիկ տնելու չգիտեմ ինչ անելու կարիթ է քո դեսպանատան հետախուզական ասենք թե անձնակազմին այնտեղ ճամփորդելու միջև Շոտլանդիա Լոնդոնից գնան այնտեղ կամ բան անեն համենայնդեպս Եվ էտել այդ ռազմանավի պատմությունն արեցի ձեզ, բայց անունն էլ հետաքրքիր է վարյագը ուրեմն շվեդական ցեղերից մեկն է, այդեն հայտնի բավական, որ այդ ցեղից են դուրս եկել այդ մասը, ընտանիք, ասենք, կլանը, հա, որը կոչվում է բան ռուս Հենց այդ ռուս անունը տեղից է գալիս, շվեդական այդ վարյակ ցեղերից, որոնք իդեպ այդ բանն էլ տեղից է, Ռուրիկը, որին հրավիրել էին, որ գա այնտեղ բանանի եկավ Նովգորոդը գրավեց նստեց այնտեղ, ինքը այդ բաներից է եղել, վարյակ շվեդական այդ վարյակ վայկինգ ցեղն է եղել, որի միջուղը ռուս է կոչվել։ Այդ Ռուրիկի կարծեմ եղբայրը թե ով եկավ գրավեց Կիևը եւ այդ իր ընտանիքի անունով կոչեց Կիևյան ռուս այդպես դարձավ Կիևը ռուսը այսինքն ոչ մի սլավոնների հետ կապ չուներ դա շվեդական ասենք կլանի անունն է եղել այսպես ասած հա մի խոսքով այդ պատմական այդ վարյագը թե ինչի սովետներ որոշել կամ Ռուսաստանը որոշել էր այդ շվեդական անունը, որոնք եկել գրավել էին ինչ-որ եւ իրանց անունով սարքել էին պետություն կամ այդ ուժը, Կիևյան ռուսի մասն եմ խոսում, ոնց որ մեկը գա գրավի երկիր, իր երկրի անունով դնի, իր հայրենիքի անունով կպցնի այդ կամ իր կլանի անունը դնի այդ երկրի վրա։ Բայց դա Պյոտր Պերվին, դա որ մնաց Կիևյան ռուսի վրա, իսկ դա մեծ պետություններ ավելի առաջինը Պետրոս առաջինը որոշեց որ Մոսկովիայի իրանց ժողովրդին պետքա այդ ռուս անունով կոչել որտեղ նրանք էին հայտնի եւ այլ նրանք բերեցին քրիստոնեությունը նրանք բերեցին ալֆաբետը եւ այլ այդ բոլորը ու այդ անունը տենց անցավ ասենք Մոսկովիայի կամ այդ ժողովրդին ֆինո-ուգրեկ այդ խառնուրդը որ կար սլավոնների հետ խառնած այդ ով որ ապրում էր այդտեղ իհարկե այդ բաները այդ որ եկել էին այդ վարյակները բոլորը ցուլվեցին parza չէ իրանք ոչ միայն կռվողներ էին որոնք գալիս էին թալանում էին չգիտեմ ինչ էին անում առևտուր էին անում սլավոնական ստրուկներ էին բռնում ուղարկում տարբեր դեպի արևմուտք արևելք որպես առևտուր անում էին ստրուկների եւ այլն
բայց հետո իրանք մնացին ու դարձան արդեն մասը, մի մասը օրինակի համար վարձկան որպես զինվորներ ծառայել էին բուզանդական արքունիքում, այնտեղ Բազիլ II կայսրներ իրանց վարձել սկզբում ինչ-որ տեղական խառնակությունները ճնշելու համար, հետո բայց դարձավ իր պրետորիան գարդ, այսպես ասած, իր տիկնապակ վարդյան, հետո դրանք մնացին բոլորը հույն դարձան։ Այդ պատմությունները այդպես այդ վարյագի հետ կապված է, բայց ինչի են դա ընդունել չեմ անում։ Այս ընտրությունների ժամանակ ինչ եղավ, փաստորեն դեռ գնում այս բոլոր կուսակցությունների դերը այնտեղ շատ ինչ որ թատերական դեր է parza, այդ խնձորի հետ իրանց Յաբլկանել լրիվ այդ կանչեցին, որի մասնակցի, հետո որ տեսան որ շատ պոպուլյար դարձավ, միանգամից բոլորին նստացրեցին այնտեղ։ Եվ այդ միս, այսպես ասած, իրանց խամաչիկ կուսակցություններից մեկը, ոչ Իդինայ Ռասիա, այդ ուրիշներից մեկը իբր դատի էր տվել իրանց, որ բանել իրանք բողոք էր ներկայացրել, որ սրանք դավաճանեն, չգիտեմ ինչ են եւ այլ, ու այդ բռնեցին այդ մարդուն ղեկավարին նստացրեցին այդ դատեցին, մեղադրելով էքստրեմիզմի մեջ, որտեղ ասել էր, որ պետք է Ուկրաինայում պատերազմը դադարեցնել, խաղաղություն հաստատել, դա չգիտեմ ինչ է էքստրեմիզմ, որ իբրև թե արտասահմանից իրեն ուրեմն թիկուն կանգնողներ կան, ինչի, որ սա ինչպես է, սարքեցին, որ դու կապ ես ունեցել կամ խոսացել ես, եւ ուզում ես, որ Ռուսաստանը դիստաբիլիզացիա լինի, հա, այնպես։ Մյուսն էլ չգիտեմ ինչ էր, որ իբրև թե ինչ էր, հեղինակային իրավունքը ունես խախտել, ինչ որ մի երկ են գործածել իրանք, ինչ որ իրենց ընտրաշավի մեջ, թե ինչի մեջ, որի համար թույլտվություն չեն ունեցել, պատկերացնում եք, չէ՞։ Եվ վերջապես, որ իբրև թե իրենք LGBT բաների համար, ինչ են ասում, դրանց թիկունք են կանգնել, դրանց չեն մեղադրել, պախարակել կամ ինչ-որ բաներ արել, հա, սենց, այս 4 մեղադրանքներ են եղել իրանց ղեկավարի նկատմամբ զարմանալիորեն։ Իսկ են իր տեղակալը, Լև Շլոսբերգ առնով, նրան ընդհանրապես 11 տարի տվեցին, 11 տարի մի ամիս, որպես դիսկրեդիտացիա արել ռազմական ուժերը, երևի ասել է լավ չեք կրվում, տեղավ դիսկրեդիտացիա։ Եվ սուտ ինֆորմացիա փաստորեն տարածել է, դրա համար 11 տարի նստացրեցին, պատկերացնում եք, տվեցին։ Նրա տեղակալն եմ երկրորդ մի հատ էլ, կարծեմ 3-4 հոգի մարդ է, ու այնտեղ ով որ դուրս էր եկել ցույցերին, այդ Յաբլկային պաշտպանելու բոլորին նկարել են, սկսել են բոլորին կանչել կամ առնվազն ուղարկեն բանակ, այդքան մարդ եք դուրս եկել ցույցի, դե հիմա գնացեք կռվելու կամ մեղադրանք են ներկայացրել։ Խոսքով էս էլ իրանց բանն է, պատմությունն է այս բոլոր ընտրաշրջանի համար, այսպես ասած, պարլամենտական, որ կարծես թե ոչ մի տարբերություն չի անելու էս իրանց համար։ Պուտինի հիմա մի բաներ իրանից ասեմ, ես ինքը վերջի անգամ ընտրվեց 2024 թվականին, չէ, առաջի անգամ նշանակվեց ինքը, երբ որ Ելցինը հրաժարական տվեց։ Հետո 2004-ին, հետո արդեն բանը եկավ, Մեդվեդևը եկավ 4 տարի։ Բայց Մեդվեդևի ժամանակ ուրեմն սահմանադրությունը փոխեցին, որ պրեզիդենտական ուրեմն term-ը ոչ թե 4 տարի լինի, այլ 6 տարի լինի։ Եվ քանի որ հիմա փոխել են արդեն, ինքը կարող է երկու անգամ էլ ընտրվի, եւս Պուտինի գաղափարը հետ էր, որ երկու անգամ էլ կարող են ընդունել, բայց 6 տարով, ուրեմն այդպես էլ եղավ, ուրեմն հետ վերադարձավ 2012 թվականին, հետո 2018 թվականին, բայց ոնց որ թե այդ պետք է որ դրանով վերջանա, չէ, ուրեմն, բայց չի վերջացել, ոնց որ ասում են։ Մի անգամ էլ 24-ին էլ այդ բանը եղավ, ընտրությունները եղավ, ոնց եղավ, այդ պարշի ուրեմն նորից փոփոխություն կատարեցին,
Հիմա 6-րդ անգամն է ուզում նորից ընտրվի, որ զարմանալի է մի քիչ ես բան եմ անում Պուտինի խելքի վրա, որովհետև նայեք, երբ որ Ելցինը թողեց դուրս եկավ առողջական պատճառներով, իհարկե նա խմում էր շատ 68 տարեկան էր այդ ժամանակ։ Իհարկե շատ մեծ էր երևում 68-69։ Պուտինը մա 72 է, եթե ինքը միջև իր այս պրեզիդենտական շրջանը վերջացնի, դա լինելու է 30 թիվը ինչ տասին, պետք է ասում եք 80 կլինի, հետո նորից ընտրվի, ուրա գնալու 86։ Հիմա կասեք, որ Տրամպն էլ մեծ է, այո, Տրամպը 80 է և լավ չի բոլորովին էլ, ամեն անգամ տեսնում ենք ձեռքերի վիճակը, ոտքերի վիճակը, բայց դե Տրամպը ավելի, ոնց ասեմ, ուժեղ կոնստիտուցիա ունի, հա, սենց ասած, իր բոլոր թերություններով հանդերձ, չի ասի իրան կարելի է ասել լավ պրեզիդենտ, ոչ մի դեպքում, բայց ես խոսում եմ, որ եթե տարիքդ հասնում է ինչ-որ արդեն պետք է մտածես ուրիշ բաների մասին, քան թե անընդհատ ուզենաս վերընտրվես եւ այլ եւ այլ։ Տրամպը ասում Պուտինը այդ հանուն արդարության պետք է ասել, որ մտածում էր դրա մասին։ Հենց այնպես չէր, որ ինքը իր համար պալատներ էր սարքում այստեղ այնտեղ եւ այլն եւ մտածում էր կգնամ այնտեղ կապրեմ եւ մեծ սուպեր յախտաներ բաներ ինքը չէր հաշվարկել, որ այս պատերազմի պատճառով չի կարողանալու վայելի այդ բոլորը, որտեղ այն ժամանակ իրան լավ ընդունում էին ամբողջ Եվրոպայում աշխարհում, հարգում էին, ինքը պատիվ ուներ, ինքը եթե ժամանակ գնար, շատ լավ կներ, բայց հիմա պարզավոր թոշակից հետո իրան ոչ ոք չի ընդունելու, ոչ Բերլուսկոնի կա, որ իրան կհրավիրի, ոչ կասենք Անգելա Մերկել կա, որ իրան հետ լավ կլինի, ուրա գնալու։ Եվ Պուտինի աչքի առաջ ծառանում է այդ պատկերը անընդհատ, որի մասին ինքը անընդհատ նշում է եւ հիշացնում է, որ յանի ինչ արեցին ամերիկացիները, Սադամ Հուսեյնը հանգիստ երկիրը պահում էր, երկիրը կրոնական երկիր չէր, հա, իրենք այդ բաաթ կուսակցությունը, այսպես կոչված սոցիալիստական արաբական ձևով կուսակցություն էր, ինքը տերորիստներին հալածում էր, ինչ արեցիք, երկիրը քանդեցին, ամերիկացիք, Իրաքի մասն եմ խոսում, Սադամ Հուսեյնին էլ կախեցին մարդուն, ինչ եղավ տեղը, միջև մա խելքի չի գալիս, տերորիզմ, բաժանում, չգիտեմ ինչ եւ այլ։ Հետո իհարկե էլի դուրը չեկա Պուտինի շատ ինքը ազդվել էր, երբ որ Կադաֆիին այտենց էլի ամերիկյան եւ արևմտյան ձեռքերով խառնվեցին եվրոպացիները շատ, հանեցին, ինչ եղավ ամբողջ երկիրը քանդվեց, բաժանվեց երկու մասի, այնտեղ ես ինչի բանամ չապեն, խեղճ մարդուն էլ, խեղճ մարդ սարկազմում եմ ասում, իհարկե, լավ չեղավ, սպանեցին, էլ շատ վայրենի ձևով։ Դա էլ դուրի չեկար, չի եկել Պուտինին, ինքը դրա համար, ոնց ասում են իրեն ապահովելու համար, հիշում եք, սահմանադրական փոփոխություն մտցրեց, որ նախկին պրեզիդենտներին չես կարող հետաքննել, հարցաքննել, իրենցից ոչ մի բան բռնագրավել, որևէ քրեական կամ ադմինիստրատիվ գործ իրանց դեմ բացել, ուրիշ խոսքով ինքը պատրաստվում էր սենց հարուստ պատվով չաղ ու երջանիկ գնար թոշակի։ Հետո Ղազախստանի դեպքը պատահեց, երբ որ Նուրսուլտան Նազարբայևը նույն ձևի իրան ապահովեց, իր անունով քաղաք դրեց, իրան սարքեց Իլբազ չգիտեմ ինչ, երկրի հայրը, այսպես ասած, եւ տեղը ծմա ապահովեց երկրի ապահովության ուրեմն իրենց խորհրդի մեջ եւ այլ, հետո իր դրած մարդը եկավ եւ ինչ արեց, առաջի բանը որ արեց, այդ բոլորը փոխեց, իրան հանեց այդ բոլոր տեղերից եւ դա էլ շատ բան տպավորություն թողեց վատ Պուտինի վրա, որ բոլոր կարող ենք անել, օրենքները գրենք, ամեն ինչ անենք, հետո մեկը հաջորդը միանշնորհակալ իմ դրած կգա եւ ամեն ինչ կփոխի եւ ես նորից կմնամ
ասում են կոնտրաստաշտակի առաջ, դա լավ չի, ինչ եմ անելու, հո չեմ գնալու ես ինչ-որ Գորբաչովի նման մի հատ կենտրոն ցարկեմ, հա, ինչ մեկ ցենտր ուներ Գորբաչով ցենտրը, եւ ինչ անեմ նստեմ այնտեղ, հա, ինչը գեոպոլիտիկա անեմ, Գորբաչովին գոնե ընդունում են Գերմանիայում բանում ամենտեղ հարգում են։ Իրան հիմա ոչ ոք չի ընդունելու։ Եվ դա շատ իհարկե իր մոտ անհագստություն առաջացնում, այնքան որ ինքը ուրեմն այս բոլորին ինչ որտեղ արդեն քանի տարի է փորձում է իր կյանքը երկարացնելու միջոցներ գտնի, արդեն ասել ենք այդ աղջիկը աշխատում է իր բիոլոգը աղջիկը այտենց միլիարդներ է ծախսում այդ ուղղությամբ, եւ այս վերջի անգամ որ Չինաստանում էր այդ մեծ բանի ժամանակ ինքն ու ով էր այնտեղ մի հատ էլ կար մի երկու հատ ուրիշ երկրների մարդիկ քայլում էին ու այդ միկրոֆոնի մեջ ընկան, որ խոսում են թե ինչպես կարող են կյանքը երկարացնել, ասում են որ հիմա գիտությամբ եւ տեխնիկայով կարող ես օրգանները փոխելով, այսինքն հին կարծես հին ավտոդողեր ես փոխում կամ ինչ-որ ավտոմասը, ուրեմն օրգանները փոխելով մարդ կարող է ապրի 150-200 տարի, դա խնդրեմ պետք չլինի։ Կարծես դա միջպետական քննարկման առարկա պետք է լիներ, բայց ամենայն դեպս բայց ցույց է տալիս իր անհագստությունները, իր մտահոգությունները, իր վախերը եւ այլ, հա, ինքը շատ այդ իմաստով բան է։ Զգուշ է, իր առողջության համար, դրա համար ընդհանրապես եվրոպական մասում օդանավով ոչ միտեղ չի գնում, միշտ գնացքով է շարժվում։ Իդեպ ասեմ մենակ ինքը չի հա որ սենց թռնելուց վախենում են, դե ինքը թռնելուց չի վախենում, պարզապես եվրոպական մասում օդանավ չխփելու համար է այդեցանում։ Բայց Հյուսային Կորեայի բոլոր պապիկ ասած առաջնորդները, հա, ներառյալս չեն թռնում։ Այն առաջինը 30-ականներից չէր թռնում, որտեղ վախենում էր ժամանակ ավիավթարները շատ հաճախ էին լինում։ Իրեն Ստալինը բաներ նվիրել մի հատ զրահապատ գնաց, հետո Չինաստանը նվիրեց Մաո Ցեդունը։ Հիմա նա միշտ տենց հանում, դրա համար բոլոր իր մոտ են գրում Հյուսային Կորեա իրան, եթե պիտի հանդիպես, ինքը չի գալիս Ամերիկա, որտեվ գնացքով չես կարա գնաս։ Իսկ բանը, որ գնաց Պուտինին հանդիպի Վլադիվոստոկում, եթե հիշում եք, այս Հյուսային Կորեայի Չարլիկը նավով գնացել էր, նավ որն այնտեղից ցամաքային սահման ունեն իրանք Վլադիվոստոկի մոտից մտել էր, գնացքով էր գնացել Վլադիվոստոկ, այնտեղ էին հանդիպել իր համար կան երկար ճանապարհ չէր, իսկ Պուտինը թռել էր այնտեղ, որտեղ դասկի միջև գնացքով չէր գալու ամբողջ Սիբիրը կտրելով 10 օր ատևում, ինչա 12 օր ատևում, այդ բոլորին լապահով չէր լինի իր համար, ուրեմն գնաց Պուտինը Վլադիվոստոկ հանդիպելու։ Հիմա բայց այդ հարաբերությունները ինչքան լավ է, ինչքան ոչ միայն զենք է տալիս, զինվորներ է ուղարկում, հա, Ուկրաինա կռվելու, այլև ամբողջ հիմա փաստորեն արկերի արտադրություն, հրթիռների արտադրությունը, բանը սա ամբողջ Կորեայից է գալի Հյուսային։ Եվ կորեացիները հիմա Պուտինի համար պալատներ են սարքում, ասում են, որտեղ Պուտինը հասկացել է, որ Դուբայ չի գնալու պարպերությունից, եթե հանգարց կորցնի, էլի, հանգարց ստիպվածնի դուրս գա ինչ-որ պատճառով։ Ուր է գնալու, էլի եմ ասում, Գերմանիա չի գնալու, Իտալիա չի գնալու, Չինաստանը չի ընդունի այն երբեք։ Եվ հետո գնա ինչ անի, արդեն բանն է, վասալն է Չինաստանի, հիմա գնա ընդհանրապես ստանդարնա։ Իսկ այնտեղ Հյուսային Կորեայում ինքը կարող է դեռ իրան որպես այդ երիտասարդի մոտ ավելի sense բան ներկայացնի սուպեր փաուերի բան եւ երկրորդ էլ նայել ուրախ կլի որ sense մեկին իր մոտը ունի իր ռետենյուի մեջ իր շքախումբի մեջ մի հատ էլ Ռուսաստանի ցարիկը ունենա այդպես այդ բանը կա իհարկե բայց ինքը դրա վրա հաշիվ չի անում ստայ իրան մնա անդադ կմնա այդ իր գործի վրա ասում եմ որպես ցարմերներ միտեղ կտանային ցարերի մոտ էլ կտաղային Anyway, ամբողջ դրանից սկսեց, որ ինքը ռուսկի միրն էր ուզում պաշտպանել իբրև թե եւ ՆԱՏՕ-ն սահմաններին չմոտենա, սահմաններին ՆԱՏՕ-ն 10 անգամ մոտեցավ, հիմա էլ ռուսկի միրն էլ ավելի հեռու գնաց։ Բոլորովին էլ այդ ինչ ստացվեց, ինչ որ ստեղ մենակ Չինաստանը օգտվեց, ճիշտ ասեմ։
Էնել շատ օգտվեց։ Ոչ միայն Չինաստանը օգտվեց, որտեղ էժան նավթ ու գազ սկսեց առնելը, գազի մասին էլ ասեմ, գազի բանակցությունները ռուսները հատածում են շատ գազ ծախեն չինացիներին, չինացիները ասել էին, որ ուզում եք խողովակ սարքեք, բայց ձեր վրա է դա, ձեր ծախսով անելու, մենք դրա համար չենք վճարելու։ Հիմա էլ վերջի բաներից են եղավ, ասում են, ուզում եք գազ ծախեք, պետք է ձեր ներքին գներով ծախեք։ Այսինքն նույն գնով ինչ որ դուք ծախում եք, ասենք, ոնց Ռուսաստանում ռուսներին ոչ թե ինչ որ էքսպորտ գնով էլի, այսպես ասած հիմա ճարճուր են ինչ անեն, պետք է համաձայնվեն։ Նավթը էժան են տալիս շուկայական գներից ավելի, բան ավելի էժան են տալիս եւ այլ եւ այլ։ Հիմա սա էլ տենց, դա էլ Չինաստանի մասն եմ ասում։ Չինաստանը շատ օգտվեց, բայց ոչ թե միայն այդ իմաստով։ Նա հասկացավ նաև իրական հնարավորությունները եւ ուժը եւ եվրոպական երկրների ՆԱՏՕ-ի այս պատերազմի ընթացքում դրանց քաղաքականությունը եւ այլն այն միթը որ կար որ ՆԱՏՕ-ն sense միած շատ կուր ինչ որ կազմակերպություն է միանգամից հոտս ցնդեց եւ նաեւ տեսան թե իրականում ամերիկյան նրթիների եւ նավերի ռազմանավերի հնարավորությունները ինչ են այն հանգամանքները որ տեսան օրինակի համար Պարսկաստանում այդ պատերազմի ինչ էֆեկտներ ունեցավ ասենք այդ մեծ ռումբերը ինչ կարող են անել դրանցից ինչ պետք է որպեսզի պաշտպանվես պատրիոտները ինչ կարող են անել ինչ տեսակ բաներ խփում են ինչի՞ չէ եւ այլն այդ բոլորը տեսան ել չեմ ասում որ ռուսների հնարավորությունները տեսան լրիվ իսկ չինացիները ռուսներից շատ բան ունեն դեռ ստանալիք եւ դա ռուսները հասկանում են եւ ասես սուսպուս վախով նստած են ասեն որ հանգարց Չինաստանին չնեղացնեն հանգարց նա Միքայելչյանի եւ ես դեմ դուրս չգա կամ համաձայն ինչքան է տերիտորիա ուզում բան ինչ ուզում վերցում մենակ սուս մնալ մի բան արա մի խառնի որտեվ վիճականը չի որ իրենք կարող են հիմա մեկել Ճապոնիայի դեմ չեն կարա հիմա կռվեն իրենք ուր մնաց Չինաստանի կամ հանգարց սկսեն բան պահանջել Չինաստանից դա աննարին բան է մի խոսքով էսա է իրանց իրավիճակը եւ Չինաստանը շատ օգտվեց այս հարցում ամեն ինչ անպայման չի որ դու գնաս գլուխդ պատովը տաս որ իմանաս որտեղ պատը ասենց ասած չինացիները ռուսները գլուխը պատով են տալիս իրանք չինացիները դասեր են սովորում այստեղ այդ ցամոքսատի բայց այդպես եղավ եւ իհարկե չինացիները ասում են իրանց առաջնային նպատակը իհարկե էլի պուտինական նպատակը որտեղ այդ Թայվանի հարցը որտեղ նա չէր կարողանում ընդունել որ Ուկրաինան պետք է անկախ լինի ազատ լինի եւ այլն Ռուսաստանում լիքը ուկրաինացիներ կամ մակի խառը ամուսնություններ կան եւ դա Ուկրաինան հանգարց դառնա եվրոպական նորմալ երկիր Ռուսաստանը չէ դա շատ վատ է իրաց համար նույնը Թայվանը միշտ այդպես ոսկոր է էլի չինական կոկորտում ոչ թե որտեվ քիչ հողունեն կամ այդ միտքազիներ իրանց պակաս մնացել է դել անպայման դիպերին միացնեին բայց դա քաղաքական բան է հիմա չինացիները ուզենան այդ կղզու 10 անգամը կարող են վերցնել Ռուսաստանից այդ ինչ ես գնացել ընկել այդ դրա հետևից բայց դա տենց է հիմա եւ իսկ մնացածին իրանք տնտեսապես են վերցնելու տնտեսապես են իրանց այդ հիմա բանում մեքենաները ասենք չինական որ կանադան սկսեց ներմուծել որ Հայաստանում հիմա շատ կա եւ լավն են բավական մանավանդ էլեկտրական այդ մեքենաների մասն է խոսքը բայց իրանք հիմա Բրիտանիայում են ծախում Բրիտանիան քանի որ European Union-ի մեջ չի EU-ի օրենքները չեն ասում իր վրա իսկ EU-ն իրանք պաշտպանում է բոլոր այդ ավտոինդուստրիան որ կա Եվրոպայում հա ֆրանսական գերմանական իտալական արտադրողները բոլորովին հետաքրքրված չեմ որ շուկան հանգարց գա ու չինական ապրանքներ լցվեն էժան եւ շատ տեղերում ավելի կարող կամ որակով
Համար պաշտպանում են բարձր տարիֆներ կան եւ այլն այդպես բաներ կա։ Ամերիկան ընդհանրապես չի թողնում չինական մեքենա գաստեղ։ Բայց Բրիտանիան ինքը արդեն ավտոինդուստրիա որպես այդպեսին չունի։ Պարզա Բրիտանիայի բոլոր բրենդերը, հա, ասենք Rolls-Royce-ը պատկանում է BMW-ին, իմանամ Bentley-ին պատկանում է Volkswagen-ին, այնտեղ չգիտեմ ինչը պատկանում է ինչ Jaguar եւ Land Rover-ը պատկանում է Հնդկաստանին, Tata խումբին, անգլիական լուրջ ինչ-որ չափով ավտոսարկող չկա։ Անգլիացիները համել չեն մտնում եվրոպական համայնքի մեջ, հետեւաբար այդ խնդիրն էլ չունեն, իրանք սկսեցին շատ բերել չինական բաներ, զարմացել են թե ինչքան լավ է գնում է, ասենք։ Իսկ չինացիները կոպի են անում, առանց բանի, ամոթի։ Land Rover-ի նման են սարքում իրենց, ասենք, թե հիմա արդեն ներմուծել են ինչ-որ լայփուճուր Land Rover-ի նման տենց բաներ եւ այլն։ Դրսից որ ուշադիր չնես, կարող մտածես, որ Land Rover-ը կամաց աճացնում են մի խոսքով իրենց այս ինդուստրիան, դա որպես օրինակ են բերում, որ իրենք տնտեսական իմպերիալիզմով են զբաղված, ասած, պիտի կամաց նվաճեն շուկաները, հետո էլ արդեն ինչ սանելու։ Էդա, իսկ միակ ռազմական ուժը դա, որից չինացիները վախենում են, դա Միացյալ Նահանգներն է այսօր, եւ ասենք թե Բախման իհարկե Խաթանը պիտի երևի լինի առաջի հերթին հենց Թայվանի հարցը։ Բայց չեմ ուզում բացառեմ ուրիշ բաներ, խնդիրներ, որտեղ Չինաստանը խնդիրներ ունենալու, հա, ասենք Միացյալ Նահանգների հետ։ Այս էլ ձեզ ընդհանուր ուղղակի Չինաստանի հետ ինչքան օգտվեց Ռուսաստանի իրավիճակից, ասենք ավելի թույլ իրավիճակից, եթե մեկը հələ դեռ բաներ ուներ, կասկածներ ուներ, թե ուրա ընկել են ժամանակի, ասենք, թե ռուսական մեծ ընկայացությունը պարզապես մի բան չի այդ իմաստով։ Ինչի էր օրինակ այդ ռազմանավերը բոլորը համարյա սովետական պերիոդի սարքվել։ Իրանք կարող է մի քիչ տանեն նորոգեն մի երկու բան ավելացնեն եւ այլն, բայց դա շատ էական տարբերություն չի անում։ Այդ ռեսուրսների վրա են նստած։ Բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները նոր չեն, բոլորը դրանք այն ժամանակ են սարքվել։ Այո, դեռևս հրթիռներ կարող են սարքել, չենք խոսում դրանց ճշգրտության մասին, կամ ընդհանրապես, բայց նոր չեն կարողանում սարքել։ Հինը կարողանում մեկ սարքել նոր բան, այդ որ խոսում են այդ արեշնիկա Սարմատա ինչը դրանց ոչ մեկ իրական բան չի, աշխատող վարիանտ չի։ Մի խոսքով այդ բոլորը ոնց ասում են իրար գումարվում, բայց ասում խորժակը տեղն է եւ ինձ թվում է որ եթե Ռուսաստանի մեջ իմանային թե ինչ ում կարելի է բերել Պուտինին փոխարինելու համար այդ քայլերը կսեին անել։ Բայց Պուտինը խելոք լինելով, ասեմ, դիկտատորները դրանով են հայտնի, որ բոլոր հնարավոր տարբերակները ոչնչացնում են, այսպես ասած, նախքան նրանք դառնան ինչ-որ սպառնալիք իրենց համար, այսինքն դառնան իրենց փոխարինող տարբերակ։ Եվ դա իրենց երկարակեցության գաղտնիքն է միգուցե, բայց նաև դա ապահովում է, որ իրանք երբեք հանգիստ թոշակի չեն կարող գնալ։ Եվ պիտի անպայման մնան միջև վերջ կռվեն ամեն գնով գահի վրա։ Դա էլ Պուտինի ապագայի մասին եմ ասում։ Հիմա դրանից են կողմ արդեն շատ կարևոր բան չկա այստեղ, բացի ասելը, որ Ջեյմս Քարվել անունով մի հատ բան կար, քաղաքական խորհրդական, որը Քլինթոնի խորհրդականն էր եւ երբ որ ինքը Քլինթոնը պրեզիդենտ հաղթեց պրեզիդենտությունը առաջի անգամ, Բուշ առաջինը մի անգամ ընտրվեց, հետո Իրաքի առաջի պատերազմից հետո երկրորդ անգամ որ ուզում էր ընտրվեր, ուրեմն Քլինթոնը հաղթեց։
Եվ այս Ջեյմս Քարվիլը հայտնի մի հատ խոսք ասեց, որ it's the economy stupid։ Այսինքն դուք ինչի մասին եք խոսում։ Էկոնոմիկան, տնտեսությունը երկրի դա է որոշում ամեն ինչը։ Դա որովհետև Քլինտոնը կարողացավ ապացուցել, որ տնտեսությունը լավ չի, որտեղ այդ պրեզիդենտը լավ չի, այ որ ես գամ տնտեսությունը լավ կլինի, ամեն ինչ էսպես այնպես։ Եվ այդ մի մասը իրապես իր մոտ հաջողվեց։ Միակ պրեզիդենտն այս վերջի, ասենք թե 50 տարվա մեջ, որի ժամանակ բյուջետը բալանսավորվել է, այսինքն պետական եկամուտները եղել են ավելի շատ, քան թե ծախսերը։ Այդ մնացած բոլոր ժամանակներում էս վերջի 50, ասենք տարվա մեջ հակառակն է, միշտ ծախս ավելի շատ է եւ Ամերիկան անդադ պետական պարտքը մեծանում է դրա համար։ Հիմա հասել է 40 տրիլիոն դոլար անցավ։ Եվ այդ 40 տրիլիոնի 20 տրիլիոնը այս վերջի այս Բայդենի եւ Թրամփի այս երկրորդ պրեզիդենտության ընթացքում է եղել։ Այսինքն 6 տարվա մեջ է եղել, պատկերացնում եք կրկնապատկվել է 20 տրիլիոնի, այնտեղ խենթիպես պարտքի են վերցնում ծախսում են այդ կովիդի ժամանակ, այդ համաճարակի եւ այլ, բայց դա միայն դա չէ, ռազմական ծախսերն ավելացել եւ այլ։ Հիմա այս Քարվիլի ասածը it's economy stupid, հա, թվում է թե շատ ակնառու բան է, էլի դե պարզա։ Բայց իրականում ինքը չի է սրա հեղինակը, որտեղ economy-ն ինչ է նշանակում տնտեսությունը որոշում է քո մարդու, ասենք թե իրավիճակը, որը որոշում է իր գիտակցությունը։ Իսկ դա Մարքսն է ասել, ոչ թե Ջեյմս Քարվիլը։ Ջեյմս Քարվիլի հանճարը նրա մեջ էր, որ Մարքսի այս հայտնի, ասենք, թեզը ինքը շատ մատչելի եւ ասենց խտացված ձևով ներկայացրեց, ասենք, այդ ժամանակ ամերիկյան հասարակությանը եւ քաղաքական, ասենք, թե բաներին եւ եթե ասել ինքը նույնիսկ, ասենք, թե հանուն արդարության ասել, որ սա Մարքսի գաղափարներ ոչ թե հիմա, ասենք, որպեսզի plagiarism, պլագիատ չաներ, ինքը գրագողություն, հա, երևի այդքան չհամանային, որտեղ ոչ ոք են ժամանակ չէր ուզում Մարքսի մասին լսել։ Այդ հիմա է, որ ձախակողմյանները ակին առաջ են գնացել Ամերիկայում եւ կարծում են, որ այս եկող ընտրությունների ժամանակ կարողանան ավելի տեղեր գրավել, ասենք, կոնգրեսում եւ այլն։ Այդ տարանձին թեմա է, հիմա շատ չմտնեմ դրա մեջ, բայց այս բանը, որ ասում եմ, ինչի՞ եմ ես այսքան շատ խոսում տնտեսությունից, երբ որ հարցը գալիս է հատկապես Ռուսաստանին, որտեղ իրականության մեջ դա է որոշում ամեն բանը, քո կարողությունը պատերազմելու եւ ընդհանրապես ամեն բան։ Բայց դա ոնց ասում են բոլորին է հավասար ձևով ազդում, ինչ մեծ երկրներին մեծ չափով իհարկե էֆեկտը ինչ որ Ամերիկան բացառություն է կազմում, այդ պարզապես դրա մասին նորից չմտնեմ, ասեմ ինչու համար, բայց այդպես է։ Եվ դրա համար էլ նաև պետք է այդ հիշել, որ ոչ թե միայն Ռուսաստանը, Չինաստանն էլ այդքան լավ վիճակում չի տնտեսական իմաստով, աշխարհին այո շատ բան է ծախում, բայց շատ ուրիշ խնդիրներ ունի։ Հիմա այդ ուզեցի ուղղակի վերջացնեմ այդ Ջեյմս Քարվիլի հայտնի խոսքով, որ it's the economy stupid։ Եվ դա է հիմա, որ պատճառը լինելու, որ Թրամփը շատ կորցնելու է իր ռեյտինգները շատ ընկել են, որոշ հարցերի վերաբերյալ 30, որոշ հարցերի վերաբերյալ 40 եւ ավելի տոկոսով, հա, 50%-ով, այդքան ռեյտինգները ընկել են։ Ու կտեսնենք հետեւաբար նոյեմբերին ինչ արդյունքի, այսինքն ունենա այդ բոլորը։ So այսքան VV Talks, միջամուս